Cringe-ը, cringe-ը, ժպտա, միած ժպտա։ Տիեզերական ծավալների իսպանական ամոթ կլինի։ Իրոք սպասի եղբայր բան եմ ասում։ Չէ, ջղայնանում եմ, թող։ Աշխարհը վարի է գնում։ Կուկուրուզային ուրախ քարոզարշավներ առաջնորդում։ Ինչի եք տենց պրիմիտիվացնում Քոչարյանի խոսքը։ Ստոպ, ես ուր եք տանում։ Բարև ձեզ, տեսակ ինչ եղանակ էր մարտի 8-ին, որովհետև դուք չհավաքեցիք անհրաժեշտ 3000 լայքը, որ Սուրենյանը լավ եղանակ տա։ Դրա համար հետը խոսացի, մի քիչ իջելա, եթե ուզում եք գարունը շուտ գա, 2500 լայք էս հաղորդման տակ տեսնենք։ Իսկ եթե ուզում եք գարունը գա ու այլևս երբեք չգնա, չվերածվի, օքեյ, ամառը հետո գա, բայց ձմեռը էլ չգա, ապա միացեք մեր Patreon-ին, որտեղ մեր Patreon-ում անենց Պոռնկություններ են կատարվում, որ միշտ թեժ կլինի ձեր սրտերում եւ վերջ։ Այո, տարածաշրջանում էլ թեժ են ու ցնցումներ են, բայց մենք անցնցում ենք մնում, որովհետև ունենք GTB ստիլի արմատուրաները։ Գերմանական տեխնոլոգիաները եւ արարատյան դաշտը միավորվեցին եւ ունեցան բաստարդ Չէ, օրինական բալիկ հանձինս արմատուրաների, որոնք կարող եք պատվիրել օրինական եղանակով։ Դե ինչ բարեկամներ, մեր կյանքում սկսվել է միամսյակը, իսկ դա նշանակում է, որ պետք է ավելի ուշադիր լինենք մեր կանանց նկատմամբ։ Եվ այստեղ ձեր գաղտնի դաշնակիցն է Ticket System-ը, բացում եք հավելվածը կամ կայքը Երևանում կամ մարզերում եւ ընտրում ուր գնալ։ Մի օր թատրոն, մի օր կինո, մի օր համերգ, մի օր օպերա ու չեք նկատում, ոնց միամսյակը անցավ գնաց։ Ու երբ ինքը ասի հարուտ, այս ինչ լավ միամսյակ կազմակերպեցի ինձ համար, դուք հոգու խորքում կասեք, ջանդամ թե անունս հարուտ չի, ոչինչ, կարևորը դու գոհ ես, որովհետև դու օգտվել ես Ticket System-ից։ Եվ այսպես ուրախ ավտոբուսը, նույն ինքը ԿՊ-ական ավտոբուսը դուրս էր եկել քարոզարշավի, որը անդադ հիշացնելու են вообще, որ հələ չի սկսել քարոզարշավը։ Փաշինյանը իր մեջ բացահայտեց, չնայած բոլոր խնդրանքների հակառակի մասին, բացահայտեց DJ-ի ջիղը։ Իրա վերջի հոբին բարաբանը, չէր։ Ինքը multitasker է։ Լայվա։ Քանի Փաշինյանը Bluetooth կալոնք են շալակած տիպմա, որ սավ ավտոբուս ինչ-որ տարօրինակ գենգ նշաններ ցույց տա, ես ուզում եմ ուղղակի զգուշացնեմ, որ մեր հաջորդ վիդեոն 3-րդ աստիճանի քրինջություն է պարունակում։ Ինչի՞ ես տենց ասում, շատ էլ cute է։ Cringe-ը, cringe-ը։ Բորնիկ։ Կոմենտներում իտոք տվեք, cringe-ը թե cute-ը։ Արի։ Չեմ ուզում։ Да, օրստեղ խլը։ Давай, մի հատ սորտիկի, այդ Ոնց եմ հասկանում ես Սասունին։ Ժպտա, միած ժպտա։ DJ վարչապետը նաև ժողովրդավարության կանոններին համաձայն հաստատեց օրվա playlist-ը։ Չէ լուրջ թեմա այսօր вообще չենք քննարկելու, հա։ Ավելի լուրջ, քան playlist-ը ուրախ ավտոբուսի։ Գոնե պերաշկի ուտեին էլի։ Պերերիվին կանրադառնանք, բայց միջև այդ playlist-ը։ Ջոն Լենոնի Imagine-ը, հաջորդը մեր իրական Հայաստանը։ Սպասեք։ Ֆարել Վիլյամսի Happy-ին, Թաթա Սիմոնյանի եւ Տաթև Վասատրյանի ուրբաթ շաբաթ կիրակին, Լուի Արմստրոնգի What a Wonderful Day. No, please God, no. Մակունցը չէր իր անգլերենի կրկնուսույցը։ Մակունց, you have failed this man։ Okay, նարեկ, ես խնդրում եմ ինչ-որ մի բովանդակություն հաղորդի այս հաղորդմանը, թե չէ ես ինքս դա կանեմ, բոմ։ Այո, ավելի ուրախ ավտոբուս դարձնենք։ Լավ, բովանդակություն կար, եղան նաև տենց միջազգային հանդիպումներ։ Մակունց, նայեք ու կարմրեք։ Where are you from? Huh? Egyptus. Okay.
Եգիպտոս Եգիպտոս։ Welcome to Armenicus We love you here Իդեպ կարող ամիշ տրամաբանական բացատրություն ունի ուղակի Next door Georgius Go George Ajarus Խաչատրյան լրիվ բացառում ես, որ այս մարդը պարզապես հին հռոմեացի է, որը լատիներեն է խոսում։ Նարեկուս Իդեպ ինքն է մոտեցավ խնդրանքով վարչապետին, ասես այն բուրգերը, որ կառուցել ենք միջև հիմա սեփականության վկայականը կադաստրը չի տալիս, մի բան արեք։ Նարեկ խիղճ ունեցի, մի քիչ բովանդակուս կոնտենտուս հաղորդիսրան, մի եղի Կլնի, լավ, դիկուս կլնի։ That's what she said։ Ուսում ես մի խմի դու։ Բարեկամներ, խոստանում եմ բովանդակություն կլինի, բայց նախքան անցնենք բովանդակությանը, Սերգեյ, բիթը տուր։ Նարեկ Ինչ Ապա ցանկացած բիթ, որտեվ մեկա վատ եմ երգելու։ This looks like the top of me, so what about it? Just follow me, cause we need a little controversy, cause it feels so empty without me. Na 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 na. Na 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 na. Na 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 na. Na 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 na. Հիշեցնեմ Նարեկին եւ մնացածին, որ տարածաշրջանում եռում է հսկայական կոնֆլիկտ։ No, Նիկոլի Քարոզարշավին էլ եղավ կոնֆլիկտ։ Հա? Բայց մի հոգու հետ։ Կառավարությունը որոշում են կացրել 600 միլիոն դրամ հատկացրել ենք։ Հիմա բաց են կարևոր սարքել։ Ուրախ չեք, չի զգացում որ խախեք, չի զգացում։ Բացարձակապես լավ է, գիտեք լավը որ լավը ճիշտ է ներ, որ 30 տարի ոչ սարքել են, ոչի բանել չեն արել։ Այդ ճիշտ են արել։ Մեր այս խելքը որ բերել ենք դրել որ գանք ասեք, մտքես բերան, ասում եք մանկապարտեզ չկա, համայնքի ղեկավարը գալիս ասում 600 միլիոնով սարքում եք։ Ասում են բակը չկա, ասում են ասում են մրցույթը հայտարարված է։ Դե հա մարդիկ հիմա են ոնց որ ուզում մանկապարտեզը, որտեվ մի 3 տարի հետո արդեն ոնց որ դպրոց են ուզելու, որտեվ երեխաները պարտավոր են մեծանալ ու մեծանալու են, դրա համար նորմալ է որ հիմա են ճնշում։ Հիմա շատ կարևոր է պահել հավասարակշռությունը եւ լեզու գտնել մարդկանց հետ։ Եկեք մտովի հիշեք What a Wonderful World-ը։ Հələ մի րոպե, այդ առավոտից իրիկու բամբասանք է, գիտեք որ ես Դուբայում, հələ մի րոպե սպասի, մի րոպե սպասի, գիտեք որ ես Դուբայում, մի րոպե սպասի, եղբայր բան եմ ասում, չէ ջղայնանում եմ, թող, գիտեք որ Դուբայում տուն ունեմ, Փարիզ տուն ունեմ, Բանու տուն, Իտալիա, մի րոպե սպասիլը, Իտալիայում տուն ունեմ, միլիարդներ ունեմ, էս ունեմ, դուք այդ ամեն ինչի չգիտեք, չգիտեք որ ձեր Բաքում ծրագիրը արված, մրցույթը արված շինարարություն կա, չգիտեք որ մանկապարտեզ է սարքվում, այդ ոնց է որ չգիտեք, այդ ոնց է որ գիտեք որ ես Դուբայում տուն ունեմ, Այսինքն դառը անշնորհակալ ժողովուրդ է Սերժը գցել Նիկոլի ջեբը։ Այո, են ալթատ ուզում են տանեն, հատանեն վարչապետից ու մի բան չեն ուզում իր համար անեն։ Ինչ է ուզում տանեն։ Արա մինուճար, նո մինուճար չէ, 3 երեխաներին են նույնիսկ ուզում տանեն։ Մի վարքան 4-ը չէին։ Հա։ Ուղղակի աշուտիկ ինչ են ուզում տանեն։ եկեք մի հատ առաջ, 3 տղա ունեմ, 3-ն էլ ամուսնացնելու են։ Ծրագիր չունեք այդպիսի էլի, ասենք որ որ ինչ անենք, կարողանանք ամուսնացնենք, պետք է աշխատենք, պետք է աշխատենք։ սիրահարվեն, ամուսնանան, կառավարությունը ինչ անի։ Իսկ դուք 3 աղջիկ ունեք, մեկին չեք առաջարկում։ Ես չէ, որովհետև աղջիկների որոշումը ես չեմ կարող կայացնեմ։ Մի թեթև բաշի քյարթմելնել չէ։ Չէ։ Ու вообще, սիրելի հայ մայրեր, 30 տարեկանը արդեն երեխա չի, էլի ոնց որ տղամարդ է, որը вообще կյանքի մեջ տեղներին է մոտենում, էլի երեխա չի արդեն։ Տղամարդը միշտ մնում է երեխա։ Ես որպես երեխա չկա անձի գոնե մի փոքր բուլկի։ Տեսնում ես, հորը թայլ մարդն էլ է, ինչ որտեղ երեխա։ Հա, բայց լավ, վերադառնանք այդ կռվին, որը տեղի ունեցավ ու Նիկոլի Դուբայի տներին, որոնց մասին գիտես ով բարձրաձայն է։ Ով։ Նիկոլը։ Դե լավ ամոթ է, մի քիչ ամոթ է պետք ունենալ։ Մի քիչ ամոթ է պետք ունենալ։ Ամոթով մարդիկ եք։ Եղավ գնացեք իմ Դուբայի տները քննարկեք, շարունակեք բանը առնել դնել։ Մարդ հավատի ուզում եմ։ Okay, դյունը խի վերցրեց, հետո տվեց գետնով։ Ձերի հետ էլ ձնամաքրման աշխատանքներ է կատարում, բամենակ DJ-ի ու վարչապետ հոչի ասեցի մուլտիտասկեր է։ Նույնիսկ չեք պատկերացնում ինչ աստիճանի մուլտիտասկեր։
Վարչաբենդը վերադառնում են նոր համերգով եւ նոր break dancing-ով։ Իսկ ով է կատարում break dancing-ը։ Ասում կատարում ասիր ու պրտ իսպոլնյատա անում ԱԳՆ փոխնախարարը։ ԱԳՆ փոխնախարարը։ Համարյա վստահ եմ, որ ինքն է 100% պնդում չեմ անի։ Դե երեխա է, ելով կտիլնի։ նման է։ Լավ, վերադառնանք մեր անբարտավան քաղաքացիներին։ Այ ժողովուրդ, այս փողոցն էլ սարկված չի, չէ՞։ Էսա որ հաջորդ անգամ պաշտոնյա գա ասեք, արա այս փողոցը երբ եք սարքելու, այդքան կոտորվեցինք ծեծ կերանք, բայց փողոցը խիչ եք սարքում։ Սարկված չի ընդհանրապես։ Չէ, շատ կոնկրետ նեղանում եմ, լսի, այս ճամփեն վերջին անգամ երբ է ասֆալտ արվել, հələ ասա։ Ասա, ճիշտ ասա։ Հիմա ինչքան անհարմար պահ կլինի, եթե բարձվի որ կոնկրետ այդ փողոցը նախկին ազավրերի ժամանակ են վերանորոգել։ Տիեզերական ծավալների իսպանական ամոթ կլինի։ Դե բայց թե ստուգած կլինի նախքան սենց ասելը։ Հա, իհարկե։ Կմտածեք դուք։ Անկեղծության վերցի ցերորոք չի եղել։ Խախմերուկից մինչև էստեղ։ Այս եղել է 17-18 թվին, 19։ Երբ որ ճանապարհը փակել, հյուսիս հարավ ճանապարհը փակել, էդի էս վաղտ է սարկվել, Սարիբեկյան ջան, մեր վաղտ չի սարկվել։ Շարունակությունը մեր վաղտ չի սարկվել։ Եթե շատ գնաք այդ փողոցով ինչ որ պահի կլինի ճանապարհ, որը իրանց օրոք է ստացվել։ Մենակ զգուշ եղեք, որ Երևան հանգարց չմտնեք, որովհետև Երևանում օրինակ Լամբադա մոստը, եթե դեղին ներկենք ու Սպուտնիկից նկարեք, շվեյցարական պանիր է իժացնելու, կամ Դավթաշենի մոստի Անաստաս Միկոյանի հատվածը։ Շատ անաստաս վիճակ է։ Լավ, մի փոքր ավելի բովանդակային։ Այս անգամ ինչ կերան, բացի պերաշկից կուկուրուզից։ Այդ տարավ քո բովանդակային, հա։ Ես շատ պոպուլիզմի զոհ դարձող մարդ եմ։ Իսկ այն ընթացքում Երևանում բողոքի ակցիա արեց նա ում կհիշեն մենակ Arm Comedy-ի ամենահին հետևորդները, նու մեկ էլ իրա տնեցիք։ Ով է ակցիա արել նա։ Պատրաստ ես comeback-ի, որը էլի կգնահատեն մենակ հին Arm Comedy-ացիները, ուրիշ ոչ ոք։ Են Թրաշով տեխնացուն։ Նիկոլ Փաշինյան, մի անգամ ասել եմ այդ գործը։ Միայն ապահով կարող ես լինել Ալիևի դրանը կապած մեդալակի։ Բայց ինչ չա արել, որ բերման եք ենթարկում։ Դու ուտելու ես։ Ինչպես չի կատարել։ Ուտելու ես շների հյուրանոցում, քեզ էլ չի հասնում։ Կոմենտներում պլյուս դրեք, եթե հիշեցիք Թրաշով տեխնացուին։ Բան չի չես ուստալի են մարդկանց, ովքեր գոհ են Փաշինյանից։ Ուզում ես ասես չկան այդ մարդիկ։ Չէ, կան, իհարկե կան։ This looks like the top of me, so what about it? Just follow me, cause we're a little controversy, gonna feel so empty without me. Na 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 na. Na 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 na. Na 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 na. Na 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 na. Ես բնականաբար նկատի ունեմ հասարակ քաղաքացիներ։ Այս մարդիկ նույնիսկ անզեն աչքով երևում է, որ շատ գոհ են։ Նրանք գոհ են։ Կան նաև հասարակ մարդիկ, ովքեր գոհ են Փաշինյանից ու вообще տարօրինակ մաղթանքներ ունեն իրան։ Ներնիվ կյանքի։ Դու եկար նստիս քու կառավարությունն ու վայելի։ Ինչքան դուք կորոշեք։ Կանես ինչքան։ Չէ, շատ է։ Մի 100 տարի։ Չէ, այդ չի։ Այդ չեղավ, այդ չեղավ։ Եղավ, լավ եղավ։ Մենք շատ սիրում, շատ հարգում ենք։ Ժորժ, Աստվածաշունչը ասում է օրվա հոգսը բավ է օրվա համար։ Արժանից։ Այսօրվա հոգսը այսօր լուծենք, վաղվա հոգսը թող։ Արժանից, մերդի կյանք։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Չէ, դե 100 էդի չափազանցնում է։ 100 ինքը չէ, համեստություն կանի, բայց 13 տարի ոնց որ թե պատրաստ է, ինչի հիշացնեմ, էլի բոլոր մնացած ղեկավարներից Հայաստանի արդեն ավելի շատ է 13 տարի։ Չար ու նախանձ ես դու։ Իսկ դուք բարի ու կամեցող դիտողներ մնացեք մեզ հետ, որտեղ երկրորդ մասում Արամ Սարգսյանը չի պաշտպանում Նիկոլին, որովհետև ինքը Նիկոլն է, բացի դրանից Քոչարյան եւ Նիկոլ բարձում ունեն տարաձայնություններ ու չնայած դրան Նիկոլը լսում է Քոչարյանի խորհուրդները, ինչպես նաեւ Եվրոպան։ Այս ամենը եւ ավելին երկրորդ մասում։ Ներդրումներով հետաքրքրված սիրելի բարեկամներ, հավաքվեք էկրանների մոտ, լավ նորություն ենք բերելու։ Մեր գործընկեր Fast Bank-ը թողարկում եւ տեղաբաշխում է դոլարային պարտատոմսերի 2 նոր տրանշ։
Ում համար 2, ինչու 2։ Առաջինը նրանց համար ովքեր համբերատար չեն, երկրորդը նրանց համար ովքեր լավ համբերատար են։ Առաջինը 24 ամիս ժամկետով է եւ 6% արժեքտրոնով։ Երկրորդը 48 ամիս ժամկետով է եւ 6.25% արժեքտրոնով։ Երկուսն էլ դոլարով, երկուսն էլ շատ լավ տոկոսով։ Ամենալավ նորության մյուս մասն էլ այն է, որ արդեն պարտատոմսը կարող եք գնել ամբողջությամբ on-line, այսինքն ներբեռնում եք Fastbank Mobile հավելվածը, ընտրում եք ցանկալի պարտատոմսը եւ վերջ դուք ունեք ցանկալի պարտատոմս։ Հարստացեք եւ եղեք երջանիկ։ Եվ այսպես արագացենք այս մասը Իրանունի նոր այաթոլլա եւ դա Մոջաբան է եւ Մոջաբան ամբողջ Իրանի գերագույն ղեկավարն է։ Ինչ ենք դա արագ ասում։ Որովհետեւ մինչեւ հաղորդման վերջը կարողա ինքը էլ չլինի։ Կհասցնեք շնորհավոր եմ։ Նիկոլը հասցրեց։ Համաշխարհային մի շարք առաջնորդների զգուշավոր լռության ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիններից էր, որ շնորհավորեց Իրանի նորընտիր գերագույն ղեկավարին։ Ազատություն ջան, շատ մեղմ էր, աշխարհը վարի է գնում, պետքա մի փոքր ավելի դժոխային եւ ապոկալիպտիկ ներկայացնել։ TV5 ապոկալիպտիկա ստուդիո։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը, որ Իրանի վրա Իսրայել-ամերիկյան հարձակման օրը պերաշկի կուկուրուզային ուրախ քարոզարշավներ առաջնորդում եւ չէր շտապում ցավակցել հարևան երկրին մարդկային ծանր կորուստների համար, այսօր շնորհավորական հեռագիր է ուղարկել Թեհրան։ Այս սենց են մեկնաբանում պատերազմական իրավիճակները։ Եվ այսպես նոր այաթոլլան նախկինի հալալ տղեն է։ Ինչը իրանց մոտ խնդիրներ չի առաջացնում, կուսակրոնության սկանդալ չի սկսվում, տիրադար ժողով չի հավաքվում։ Եվ հիմա ցավակցեցինք, կարող ենք վերադառնալ մեր պերաշկներին եւ կուկուրուզին։ Փաշինյանը բացատրեց, որ պերաշկի լրիվ օքեյ է, եթե տնային աշխատանքը նախորոք արել եք։ Սպապը ամեն անգամ պերաշկի էլ կարող։ Արձագանքելով քննադատությանը, թե տարածաշրջանը եռում է, իսկ ինքը քարոզարշավի է գնում մարզեր, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ դեռ 1.5 տարի առաջ է աշխատանքային խումբ ձևավորվել անվտանգության խորհրդի համակարգմամբ։ Եվ այդ աշխատանքային խումբը երբեմն ամենօրյա, երբեմն ամեն ժամյա, երբեմն ամեն ամսյա ռեժիմով աշխատում։ Ես որ ասում եմ դրա համար եմ ես պերաշկի ուտում, ես հումոր չեմ անում։ Դե մի փոքր ներողամիտ եղեք մարդկանց հանդեպ, նրանք մի փոքր խնդիր ունեն ձեր լուրջն ու հումորովը տարբերելու հարցում։ Այ օրինակ ամեն առավոտ մյուզիք հետակ սրտի կանելը, դա լուրջ է թե հումոր։ Ինչ որ մեկը ջոգում է։ Բայց այդ Փաշինյանի այդ պերաշկին եւ բացատրությունը ոչ բոլորին դուր եկան։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանը իր նոր ոդկասթում, արդեն ոդկաստ ունի, եթե դուք եք ուզում ոդկաստ համեցեք Spin Ideas Edge-ը, իր նոր ոդկասթում Քոչարյանը, որ չի եկել Spin Ideas Edge-ը։ Բայց Քոչարյանն ասել, որ Փաշինյանը вообще սախ սխալ է անում։ Վաու։ Լուծումը նայեք, տվյալ դեպքում Իրանի հետ առաջինը եւ նախաձեռնել եւ փորձել քայլել ձեռնարկել ոչ թե պերաշկի ուտելով, այլ անել ամեն ինչ նաեւ որպես հարևան երկիր պատերազմը օր առաջ կառնացնելու ուղղությամբ։ Ինչ է արվում։ Փորձել են ինչ-որ զանգել, ինչ-որ կապվել, առաջարկներ տալ։ Քիբա լուրջ դեմքով ուզում եք ասեք, որ Նիկոլը այն մարդն է, որ պետք է զանգի շատ ավելի մեծ երկրի ղեկավարին ու պատմի ոնց է պետք վարվել պատերազմական ժամանակներում։ Այո, այաթոլլա, հա, նայեք ինչ եմ խոսում խոսվելյանից լավ չգիտեմ։ Ուսեմ ասեմ, նայեք ինչ պետք է անեք, նախ ինչ են լինի, ձեզ պարտված չհամարեք։ Okay, եթե հիմա Իրանը պարտվի էս պատերազմում, մարդ ես։ Պետք է Քոչարյաններ հելնի ասի, ահա Նիկոլը չզանգեց, չասեց ինչպես վարվել, դրա համար պարտվեցին։ Բայց վախեցեք ձեր ցանկություններից, նրանք կարող են իրականանալ եւ տեղացավ վիդեոկոնֆերանս, որտեղ Նիկոլը միջազգային համայնքին խորտակեց խորհուրդների մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնությամբ կազմակերպված հեռավար հանդիպմանը, որի ընթացքում տարածաշրջանի մի շարք երկրների ղեկավարներ քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը եւ տարածաշրջանային լարվածության նվազեցման հնարավոր ուղիները։ Так, նայեք ինչ եք անում, Ուրսուլա, նայեք ինչ եք անում, նախ վիզան եք ազատականացնում, որ երբևէ ինչ-որ խորհուրդ տան ձեզ պատերազմական վիճակների համար։ Ու մեկ էլ եվրոպացիներ, ասեք, որ տոպրակները вообще հանում եք,
հետո շատ ավելի հաստ տոպրակներ բերեք, էդի նախ դա դաշտում ծակ։ Ու չնայած Քոչարյանի առաջարկ կոնցերտը մասամբ կատարվեց, մեկը գորգ չի։ Ուրեմն հանդիպում են մի անգամ Հայաստանը, Քաթարն ու Քուվեյթը։ Դե զրուցում են դեսից դենից, խոսքը հասնում է Իրանում պատերազմին։ Հայաստանն ասում է. «Քաթար ու Քուվեյթ, ես ձեզնից տարածքով մեծ եմ։ Հեսա եվրոպացիների ու ԱՄՆ-ի հետ իմ ձայնը լսեցնել կտամ ու կասեմ ստոպ, էս ուր եք տանում»։ Քաթարն ու Քուվեյթը շվարած իրար են նայում ու զանգում Բահրեյնին, որ պատմեն այս խոսակցությունը։ Վերջ, վերևից 3 խնձոր չի ընկնելու, որովհետև սա հեքիաթ չէր, ոչ էլ անեկդոտ, այլ իրական առաջարկ Հայաստանը 10 տարի ղեկավարած մարդուց։ Ինչի եք տենց պրիմիտիվացնում Քոչարյանի խոսքը։ Ամոթա Եղոյան, մարդը 10 տարի նախագահ է։ Այլ թողեք ինքնուրույն կպրիմիտիվացնի։ Մենք պետք է փորձենք նաև եվրոպացիների հետ, Միացյալ Նահանգների հետ մեր ձայնը լսեցնել տար եւ ասել ստոպ։ Էս ուր եք տանում։ Հիմա եթե ինքը լիներ վարչապետ, կզանգեր աշխարհին ու կասեր ստոպ, էս ուր եք տանում։ Ու Трампը կպատասխաներ что же я наделал, Роберт? И ей-богу, как ты хорошо излагаешь. Какой я сволочь. Ու տեսնելով ոնց է Քոչարյանը առաջ գնում, ընդդիմադիր իշխանամետների ներվերը չդիմացան, որտեղ իրանց թվաց, որ Քոչարյանը առաջ է գնում։ Սպարտվել չեմ սիրում։ Ես պիտի հաղթեմ Ռոբերտ Քոչարյանին ու հաղթելու եմ։ Ու ստեղ կարա ստեղծվի տպավորություն, որ Արամ Սարգսյանը մասնակցում է ընտրությունների ոչ թե ընդդեմ իշխանության, այլ ընդդեմ Քոչարյանի, որպեսզի Քոչարյանից ոնց որ Նիկոլի հետ է, էլ ինքը ստացվում է։ Կարա տես տպավորություն ստեղծվի։ Բուն Արամ Սարգսյանը։ Ոչ թե նիտակ։ Բուն Արամ Սարգսյանը, որը մասնակցում է ոչ թե Նիկոլից իշխանությունը վերցնելու համար, այլ Քոչարյանից ինչ վերցնելու համար քեզ հետ համաձայն չի։ Եղավ։ Համարում ենք, որ խորհրդարանական համակարգում կոալիցիա կազմելը, համարում ենք կողմնակից լինել։ Ես Փաշինյանի կողմնակից չեմ։ Ով է ասում է, ինքը մանիպուլյացնում է։ Ես Փաշինյանի կողմ չեմ, ուղղակի Քոչարյանին այնքան դեմ եմ, որ Փաշինյանի համար ամեն ինչ կանեմ։ Դրա համար կարող է ստեղծվել թյուր տպավորություն, որ ես Փաշինյանից ավելի փաշինյանական եմ։ Մեկ կարող է Փաշինյանի ներվերի հաշվին կաթողիկոսի ձեռքը պատճի, բայց վсё, այդքանն է։ Բայց դա իր համար ինստիտուտ է, նա ինստիտուտի ձեռքն է պատճում։ Օրինակ հիմա նայ, կարա թվա, որ ես քո ձեռքն եմ պատճում, բայց ես Արմքոմիթի ինստիտուտի ձեռքը պատճեցի։ Բուն կաթողիկոսի մերժում է որպես ռուսիագենտ, բայց կաթողիկոսի ձեռքը պատճում է։ Ու հələ մի քանի շաբաթ չի լվացում դրանից հետո որպես ինստիտուտ իհարգանքատույց։ В общем, Սարգսյանը նիկոլական չի, բայց եթե կոալիցիա կազմելու խնդիր առաջան ազգային ժողովում, ու մենք այդ ազգային ժողովում լինենք, իսկ մենք հաստատ լինելու ենք այդ ազգային ժողովում, ու մենք Երևանի մեր օրինակը կրկնելու ենք, Փաշինյանը կոալիցիա կազմելու է մեր հետ։ Մի հատ սաղցուս, ով որ ասի, որ ինքը Փաշինյանական է, մանիպուլյացնում է։ Այո, ինքը պարզապես Փաշինյանին որպես գործիք է օգտագործում, որ հաղթի Քոչարյանին։ Քոչարյանին Ռոբասերժական ինչի՞ չեք ասում էլ ռոբասերժական կլան։ Այդի հելա կլանը չկա։ Երբ բաժանվեց այդ կլանը։ Ինչի՞ տենց Աննա ու Նիկոլի հարցում իմացանք օրը զաթիվը թե դա քաղաքացիական կլան էր։ Լավ, ինչևէ, այդ ընթացքում ամպեր են կուտակվում Միստր Ուժի գլխին։ Oh no! Առնվազն հմեկում։ Համապետական ընտրությանը պատրաստվող կուսակցություններից որոշները ակտիվորեն արհեստական բանականության գործիքներ են օգտագործում։ Խոսքն առաջին հերթին Սամվել Կարապետյանի եւ նրա ղեկավարած ուժի մասին է։ Շատ դեպքերում ըստ մասնագետների դա ուղեկցվում է մարդկանց տարրական իրավունքների ոտնահարմամբ։ Կամ փաստեր օրինակ, որ քաղաքական նպատակներով օգտագործում են իրական մարդկանց լուսանկարներ։ Մի րոպե, ուժեղ Հայաստանը օգտագործել է մարդկանց նկարներ ու ոնց է դա խախտում ինչ-որ բան։ Հա, էլի կոնկրետ ինչ է այլ ուժեղ Հայաստանը։ Մարտի 3-ին Cyber-Hub-ը ստացել է 3 քաղաքացու դիմում, որ քաղաքական կուսակցություններից մեկը արհեստական բանականության գործիքներով մշակված տեսանյութերում օգտագործել է իրենց իրական лուսանկարների գեներացված տարբերակները։ Թե կոնկրետ որ կուսակցությունը եւ որ տեսահոլովակում Cyber-Hub-ի թիմը չի կարող փոխանցել տվյալները։ Но мы все, конечно, догадались, что речь идет о слонике։ Արա մի վարքյան առաջ խոսում էին, որ ուժեղ Հայաստանը ինչ որ մի վատ բան արել, ու հիմա
ռեպորտաժը պնդում է, որ դե չեն կարասել կոնկրետ, որ քաղաքական ուժի մասին է խոսքը գնում, էթիկային դեմ կլինի դա ասել։ Եկեք պատկերացնենք, որ մենք դմբոյենք չենք հասկանում նկատի ունենք, բայց հիմա ինչ կա այդ աբոին չի կարելի օգտագործել։ Դա ավելի հավանական է, որ հենց ուղակի նկարները տվել են, ասեն այս տղային նման վիդեո արա, այս աղջկա նման վիդեո գեներացրու, որպեսզի խուսափեն այն տհաճ դեպքերից, երբ օրինակ 6 մատով կամ 4 աչքով մարդ է ստեղծվում, ուղղակի որպեսզի վստահ լինեն, որ կոնտենտը որակյալ կլինի, բայց չեն մտածել դրա երկրորդ բաղադրիչի մասին, որ իրական մարդիկ կարող են իրենց նույնականացնել այդ տեսանյութերում եւ որ դա կարող է լինել անձնական տվյալների պաշտպանության խնդիր։ Մի րոպե, այսինքն այս մարդկանց ԱԲ-ով ստեղծել են իրական մարդկանց նկարների հիման վրա։ Միստր Ուժը չի սպասում։ Առանց այդ մարդկանց համաձայնության։ Ինչ եք անելու, որ գյուղացիները իսկապես կարողանան արժանապատիվ եկամուտ ունենալ։ Ինչպես եք աջակցելու փոքր բիզնեսին, որ կարողանան դիմանալ ու շարունակել աշխատել։ Երբ են վերջապես գները իջնելու, մենք այլևս չենք դիմանա։ Ասենք այս կինը կարող է 3-րդ Range Rover-ն արել, նկար անգել համացանց, վերցել սարքերի, հիմա անկերուները զանգում ասում են անուլիկ, այս բարձր գներին չես դիմանում, աղջի, հա՞։ Մեջներից երևի մենակ այս մեկը ոչինչից չի բողոքում։ Միստր Ուժն այստեղ է, տվեք ցանկացած հարց։ Ձեր ապրուստի մասին, գյուղատնտեսության մասին։ Ցանկացած հարց, Միստր Ուժին, նարեկ ինչ հարց ունես Միստր Ուժին։ Չոմ սիլը, բրատ։ Բամ։ Արա իրան չի կարելի հարցը տալի, on some сила, on Mr. Sila. Who you gonna call? Sila в нем, брат. Միստր Ուժ, վերադառնանք տարածաշրջան եւ այսպես։ Իրանում պատերազմի պատճառով լիքը հայեր չեն կարողանում վերադառնալ Հայաստան։ Այո, լիքը մարդ ու արձականցյանը կարողացել են ընդեղից գնալ Օման։ Օմանում իհարկե ակնհայտորեն չի աշխատում Instagram-ն, հենց որ արձականցյանը դեռ չգիտի, որ Նատալյան գրել է «Կրեսա, ուխաժո»։ Ու հիմա բոլորը թռնելու են Օմանից Երևան, բայց ոչ բոլորի բախտն է տենց բերել։ Հա, նու արձականցյանն էլ տենց բերել է այնքանով, քան դեռ չի մտել Instagram-ում։ Այստեղից գնում ենք Չինաստան, չեմ հիշում քաղաքի անունը, այդ քաղաքից գնում ենք ուրիշ քաղաք, այնտեղից գնում ենք Ալմատի, Ալմատիից Շիմկենտ, Շիմկենտից Թբիլիսի, Թբիլիսիից Երևան։ Ամենաէժան ու ամենահարմար տոմսը էդ է եղել, որ մենք կարողացել ենք գտնել։ Այսպես մի կերպ 4 օրում Անի Ապիցարյանը վերջապես տուն կհասնի։ Նա ընդամենը ծննդյան տոնն էր որոշել Ինդոնեզիայում նշել։ Վերադարձի ճանապարհը Սինգապուրով էր ու հենց այստեղ էլ լռվեց արդեն 10 օր։ Հիմա ինչի ենք մենք մտել այս թեմայի մեջ կմտածեք դուք, արդյոք Ապիցարյան ազգանունն է ահա որ դզել։ Այո, դա իհարկե դզել է, բայց ոչ միայն դրա համար։ Ոչ։ Թեմային խառնվեց ԱԳՆ-ը։ Թե մարդիկ կարող են գնալ Շրի Լանկայում լողազգեստով նկար գցեն, ուրեմն կարան հետ գան տուն։ Չգիտեմ, իմ համար դա աբսուրդ էր, երբ որ ես կարդում եմ, որ չգիտեմ, Վրաստանից չարտեղային թռիչքներ են անում այդ ժամանակ, Նեդերլանդը անում է, Կազախստանը անում է, Բալկանները անում են, ու դու այդ բան մտածում ես, որ Հայաստանը ինչ-որ ձևով քեզ կօգնի, բայց ոչ մի պատասխան։ Մի մարդ, որը մի ամիս է համարյա Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է գցել, նշանակում է վճարունակ է, չէ՞, տոմս կարա առնի եւ բան անի։ Այդ ինչ տիպի է ԱԳՆ-ն հետևում բոլոր զբոսաշրջիկներին, որ տեսնում են ով քանի լողազգեստ է հագել, մի դայ բոգ ասենք մտածեն Միշլեն ռեստորան կնեն։ Գնային, իսկ ինչ են կերել նրանք այդ ռեստորանում։ Մեծ որ թող իրենք էլ իրանց տոմսերն էլ, իրանց հարցերն են լուծեն։ Բայց Վրաստանը, Ղազախստանը իրանց քաղաքացիներին փրկում են։ Հա, մերոնք էլ փրկում են Օմանում լրված մարդկանց ու արձականցյանին։ Բայց են հաբրգած երկրներ գնացողները թող իրենց հարցերը լուծեն, որովհետև իրենց տոմսերը եթե առնենք, ընդդիմությունը կասի ընդդիմությունը, ստեղ մարդիկ աղքատության մեջ են, իսկ դուք առնում եք օրը 4 լողազգեստ փոխող զբոսաշրջիկների հարցերը։ Են կոկտեյլներից են խմում, որ ստեղ նարինջը։ Ով գիտի չայվոյլ կթողնեն դրանք, այդքան հարուստ են։ Ես իմ ինչ տեղեր չեմ մնացել կամ չգիտեմ ինչեր չեմ արել, ուղղակի ճամփորդել եմ, որ իմ վրա նստել է ամսական այնքան գումար, ինչքան որ ես Հայաստանում եմ ծախսում, տոմսերը չհաշված։ Ծախսերը ընդհանրապես չի եղել, նաև երկրները ոնց որ իրանք թանկ չեն, չգիտեմ ինչի են մարդիկ տենց արտահայտում։ Շրի Լանկայում 2 շաբաթվա ծախսը նույնն է, ոնց որ Հայաստանում ծաղկաձոր գնաս ու 2 ժամով մտնես խինկալի ուտես 3 հատ։ Նա հակել է լողազգեստ Սերգեյ, այն էլ մի քանի լողազգեստ, եթե լողազգեստի փող ունի, ուրեմն թող ինքնուրույն գա Հայաստան։
Կամ գիտեք ինչ, եկեք բոլորը հավաքվեք Օմանում, հիմա այնտեղ ԱԳՆ-ն փրկելու է լիքը մարդկանց եւ Արզականյանին։ Օր հանգիստ Արզականյանին, ում Նատալյան արդեն սևոր ամեն օր ստեղծում Instagram-ում։ Не знаю, Չգիտի, բայց մենք մեր ինչ որ բան է եղել նարեկ։ ինչ որ բան է գրել։ Ինչ որ բան է գրել Instagram-ում։ Делаешь? Отвечай. Не хочешь отвечать, смерд? Не делай. Անում ես, պատասխան տուր։ Չես ուզում պատասխան տալ։ Մի արա։ Хэштегեր. Поступки по-старому не будет. Отношения мужчина и женщина. Хэշտեգ արարքներ։ Հին ձևով էլ չի լինելու։ Հարաբերություններ, тагамարդ եւ կին։ Подожди, Наталья, он на войне. Նատալիա ինքը գնացել է, ինքը չգիտեր, որ ավիանոսец Abraham fucking Lincoln մտել է անդե Պերսիցկի զարեվից հարվածա դայ ему շանս Նատալիա խոսացեք մի քիչ դրա մասին կարող է շատ Պարզ բացատրություն ունի Խիայի Վետա Մուկուչյանի հետ Սուպերսնակոյի կլիպում նկարվել։ А то молодая не узнает, какой Арзականյան Всё, բրտանք հաղորդումը։ был. Չէ։ Մնացեք մեզ հետ։ Եվ այսպես դուք ունեք բեր, բայց խոսքը ձեր մանկության կոմպլեքսների մասին չի, այլ բիզնես ապրանքների։ Եվ Sky Motors-ը ունի Touring բեռնատար վեն, որը ճիշտ տեղ կտանի ու կհասցնի ձեր բերը ու խոսքը մանկական տրավմաների մասին չի։ Իսկ գինը 9.800.000 դրամ, այդ որ առնեք մանկության կոմպլեքսներն էլ այսպես կմաքրվեն կգնան։ Touring բեռնատար վեն, որովհետև դուք այդքան կաք։ Այսքաններ այսօր Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Մարդու sense օրգանիզմը գիտեք ինչ է։ Sense միացած բան ասեմ։ Եթե դուք կարող եք մի հատ ասենց ասեմ, որ վատ լուրեր լսում եք, հավաքվում եք, կուտակվում եք ձեր ուղեղի մեջ, շատ դժվար է այդ ամեն ինչը մոռանալը։ Իսկ եթե վատ կերակուր եք ուտում, կամ այդ կերակուրը փչացած է կամ ձեր օրգանիզմը չընդունեց, դուք ստամոքսը կարող եք հանգիստ մաքրել, հասկանում եք, չէ, բայց ուղեղը չես կարող շուտ մաքրել։ Մարտի 8-ը չենք շնորհավորել։ Ոնց է կանոնադրությունը։ Հետո սոցգովաց չնկարես, էլի, մարտի 10-ը դուք հենց մարտի 8 եք շնորհավորում։ Հիմա էտիկետը ոնց է։ Էտիկետը սենց է։ Մտնում ես Արզականյանի ու Նատալիա Ռոտրենբերգի Instagram ու նայում ես, արդյոք մինան շնորհավոր են։ Ասում ես, արա, չէ, ամեն մեկը առանձին է, причем առաջը դնում են միասնական նկարներ, չէ, այս Արզականյանը պրոստը կանանց է շնորհավորում, առանց ինչ-որ մեկի կոնկրետ ֆիքսելու, Նատալիան вообще Крыса! Ухожу! Сволочь! Женщина. Мы такие женщины. Все. Նոր ակցիա, միացեք Arm Comedy Patreon-ին եւ ստացեք 5 տարվա երջանկություն, անզուսպ երջանկություն։ Հենց հիմա